Ուրեմն շնորհակալ ենք Աստծուց, որ նորից մեզ առողջություն տվեց, ունակություն տվեց գալու, լսելու իր խոսքը, թող Աստված օրհնի, որ հասկանանք եւ իրագործենք մեր կյանքում, ճիշտ հասկանանք։ Այսօրվա մեր թեման կոչվում է Հիսուսը խոստացված որդին եւ հիշելու համարն է Եբրայեցիս առաջին գլխի 2-3 համարը։ Այս վերջին օրերս իր որդիովը խոսեցավ մեզի հետ, որը ամեն բանի ժառանգորդը, որով աշխարհն ստեղծեց։ Ան իր փառքին լույսն է եւ իր էության բուն պատկերը։ Ան իր զորության խոսքով ամեն բան կբռներ, իր անձով մեր մեղքերը սրբեց եւ նստավ բարձրերը Աստծո մեծության աջ կողմը։ Ուրեմն երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, Ծննդոց 3 գլխի 15 համարից մենք գիտենք, որ Աստված խոստացավ նրանց, որ փրկիչ է գալու։ Եվ երբ որ Կայենը ծնվեց առաջին զավակ, իրանք ուրախացան, մտածեցին, թե այդ փրկիչն է, որտեղ ժամանակը չգիտեին երբ լինելու։ Բայց իհարկե դա փրկիչը չէր, հետո Աստված ստիպված եղավ կրկնել իր խոստումը փրկչի Աբրահամին, Աբրահամից հետո Դավիթին, հետո նոր Դավիթից մի քանի 100 տարի հետո նոր ծնվեց Հիսուսը, ում մասին, որ Ծննդոց 3:15-ում ասել էր Աստված։ Հիմա կարդանք Հովոց 24 գլխի 14-ից 19 համարները։ Եվ ահա ես հիմա իմ հայրենիքս կերտամ, եկուր քեզի հասկացնեմ, սա ասում է Բաղաամը, եկուր քեզի հասկացնեմ, թե այս ժողովուրդը վերջին օրերը ինչ պիտի ընե քուր ժողովրդի։ Այն ատեն իր առակը սկսելով ասավ. Բեովրի որդին Բաղաամին պատգամը ու աչքը բաց մարդուն պատգամը։ Աստծո խոսքերը լսող եւ բարձրալին գիտությունը գիտող եւ ամենակարողին տեսիլքը տեսնող եւ քնանալու պես գետինը ընկնող ու աչքերը բաց եղողին պատգամը այս է։ Այսինքն ինչ ուզում ասես խոսքերը Բաղաամը, որ ինքը տեսիլք է տեսնում եւ իր լուրը Աստծուց է, ոչ թե իրանից է։ Զանիկա պիտի տեսնեմ, բայց հիմա չէ, զանիկա պիտի զննեմ, բայց մոտերս չէ։ Հակոբեն աստղ մը պիտի ծագի, ու Իսրայելին իշխանության գավազանը պիտի ելլե, ու Մովավի իշխանները պիտի զարնե, ու Սեթի բոլոր որդիները բնաջինչ պիտի ինե, նաեւ Եդոմ պիտի նվաճվի, Սեյր ալիր թշնամիին պիտի նվաճվի, բայց Իսրայել քաջությամբ պիտի շարունակե, եւ Հակոբեն ելողը պիտի իշխե, ու քաղաքին մեջ մնացորդը պիտի կորսնցնե։ Ուրեմն մենք գիտենք, որ այս մարգարեությունը Հիսուսի մասին է։ Ճիշտ է, ոչ ասում է Եդոմ եւ այլն, բայց դա ոնց որ խորհրդանշաբար հեթանոսական աշխարհներ, այսինքն հիմնականում այս խոստում, այս մարգարեությունը Հիսուսի մասին էր։ Ասում է հիմա չեմ տեսնում, այս օրերի համար չէ, այսինքն իմ տեսիլքը, իմ մարգարեությունը, այլ շատ օրեր անցնելու, շատ ժամանակ անցնելու, մինչև որ Իսրայելում աստղ ծնի, եւ դա այն աստղն որ հետևեցին այդ Ուրեմն եւ խնդրեմ Թագուհի ջան, կարդա Եսայա 2 գլխի 2-ից 3 համարները։ Վերջին օրերը Տերոջը տանը լեռը, լեռներում գլխում վրա պիտի հաստատվի, բլուրներն վեր պիտի բարձրանա, բոլոր հեթանոսները հեղեղի պես պիտի դիմեն անոր, շատ ժողովուրդներ պիտի երթան ու ասեն. Եկեք Եհովային լեռը, Հակոբին Աստծուտունը ելենք, որպեսզի մեզի իր ճամփաները սորվեցնե ու անոր շավիղներուն մեջ քալենք, բասնզի օրենքը Սիոնեն ու Տերոջը խոսքը Երուսաղեմեն պիտի ելնե։ Այսինքն Աստված ինչ էր պլանավորել, երբ որ ինքը բացեց ճշմարտությունը հրեա ազգին, ինչ էր ուզում Աստված, որ հրեա ազգից այդ ճշմարտությունը մեկ Աստծո մասին տարածվի հեթանոս ազգերի վրա եւ այդ կույր, այդ խավար վիճակից հելնեն հեթանոս մարդիկ։ Եվ իրա ծրագիրը դա էր, եթե հրեաները հավատարիմ մնային,
այդ ծրագիրը կիրականանար, բայց քանի որ իրանք հավատարիմ չմնացին, չարեցին այն, այսինքն այն օրհնությունները, որ տվեց Աստված, օգտագործեցին իրենց ինքնաբարձրացման համար, այլ ոչ թե շրջապատին օրհնելու համար, օրհնությունների համար։ Աստված երբ որ մեզ տալիս այն ինչ-որ բան, կապ չունի ինչ, ֆիզիկական թե մտավոր թե ինչ, ունակություններ։ Ինքը տալիս է ինչի համար, ոչ թե մեր ինքնաբարձրացման, այլ շրջապատի օրհնության համար, թե մեր, որտեղ կիսվելով եւ շրջապատի հետ ինչ անում, մենք ենք օրհնվում, բայց երբ որ չենք կիսվում, ինչ ա լինում, դա ճահիճ ա դառնում, մեզ ավելի վնաս ա տալի։ Նո, այդ վիճակի մեջ ընկան, այսինքն երբ որ մեր ինքնաբարձրացման համար ենք օգտագործում, Աստված ոչ թե փառավորվում է, այլ խայտառակվում է։ Այո, հենց այդ բառը, խայտառակվում է, որովհետև նույնը եղավ Իսրայել ժողովրդի հետ, որ այդ ամեն ինչը օգտագործեցին եւ խայտառակեցին ասուն, իրանց էլ խայտառակեցին։ Վերջի վերջը դրա հետևից խայտառակություն է գալի, որտեղ ասում է ընկնելուց առաջ գալիս է ինչը, հպարտությունը։ Եվ ստեղ ասում է, որ մեր հոգևոր հայրերը մեռան, այդ բոլորը հեռվից տեսան, այդ մարգարեները, որ մարգարեության Հիսուսի մասին, եւ թեկուզ Աբրահամը, մյուս մարգարեները, իրանք չտեսան այդ, իրանք մեռան առանց խոստացված փրկշին տեսնելու։ Բայց մենք տեսանք, Հիսուսը եկավ, խաչվեց եւ փրկությունը պարգևեց բոլորին, ով որ ընդունի։ Եվ ստեղ ասում է, չստացան խոստացվածը, եկեք տեսնենք Հիսուսը ինչ ա, մեզ խոստացել առաջին Թեսաղոնիկեցիս 4:15-16 համարները։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4:15-16 4 գլուխ 15-16 Վասնզի Տերը ինք ազարության հրամանով, հրեշտակապետին ձայնով ու Աստծո փողով երկեն պիտի իջնեն եւ Քրիստոսով մեռածներին առաջ հարություն պիտի առնեն։ Ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ պիտի հափշտակվենք ամպերով Տերոջի առջև ելնելու օդին մեջ եւ այնպես հավիտյան Տերոջի հետ պիտի ըլլանք։ Ուրեմն մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքերով։ Ահա, այսինքն տեսեք ինչ ա խոստացել Աստված, որ մեր կյանքը այս ժամանակավոր կյանքով չի ավարտվում, ինքը հարություն ա տալու բոլոր նրանց, ովքեր ընդունել ճշմարտությամբ իր փրկությունը, եւ առաջին Կորինթացիս 15:20-ում ասում է, բայց ճշմարիտ է, թե Քրիստոս մեռելներին հարություն առած է ննջեցյալներուն առաջին պտուղը, այսինքն Հիսուս Քրիստոսի հարությունն է հիմքան զանում մեր հարության համար։ Եվ ուրիշ խոստում, որ տվել է Եսայա 65:17-ի մեջ ինչ ա խոստում, ասում է նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծելու։ Եվ երկրորդ Կորինթացիս 5:17-ում ասում է, որ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված մնե։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Ահա, այսինքն ով է մտնելու այդ նոր երկիրը, նոր արքայությունը, ով նոր սիրտը նորացնի։ Ինքը արդեն այդ գործը սկսել է մեր մեջ, որ նորացնի սրտով եւ նորացված սրտով մենք բնակվենք նոր երկրում։ Հին սրտով ցավոք մեր հին մեղավոր սրտով մենք չենք կարող բնակվել։ Եթե հին մեղավոր սրտով մեզ Աստված թողի բնակվել նոր վայրում, այդ նոր վայրը կդառնա նույն ժողովը, որ հիմա մեր երկիրն է։ Այսինքն մեղքի պատճառով է, որ այս վիճակն է այսօր աշխարհում։ Եվ միայն այն մարդիկ, ովքեր իրանց կյանքում ցույց կտան
այսինքն կընդունեն Հիսուսի բնավորությունը, այդ է միակ գարանտիան, որ ընդեղ էլ մեղք չի լինի։ Եվ Եբրայեցից մեկից, առաջին գլխի 1-ից 4 համարները կարդամ։ Պողոս Աստծո ծառա և Հիսուս Քրիստոսի առաքյալ, կանչված Աստծո ընտրյալներուն հավատն ու ճշմարության գիտությունը առաջնորդելու, որ աստվածպաշտության համաձայն է։ Հավիտենական կյանքի հույսով, որ ասուտն Աստված խոստացած է դարեր առաջ, և իր ժամանակին իր խոսքին քարոզությամբ հայտնեց, որ ինձի հանձնվեցավ մեր Փրկիչ Աստծո հրամանով։ Տիտոս իմ հարազատ որդիս հասարակած հավատքովը շնորհք և խաղաղություն Հոր Աստծուց մեր ու մեր Փրկչեն Տեր Հիսուս Քրիստոսի։ Տիտոս կարդացի։ Եբրայեցիս կանոր գլուխ Առաջին գլուխ 1-ից 4 համարները։ Առաջին գլուխ 1-4 համարները։ Ահա, Եբրայեցից։ Շատ սերերով ու շատ երբերով Գանքավ խոսած է Աստված հայերուն հետ մատերներով, այս վերջին օրերը իր որդիով խոսեցավ մեզի հետ, որ ամեն բանի ժառանգոր դրան, որով աշխարհն ստեղծեց, ան իր փառքին լույսն է եւ իր էության թունդ պատկերը, ան իր զորության խոսքով ամեն բան կբռնե, իր անցով մեր մեղքերը սրբեց եւ նստավ բարձրերը Աստծո մեծության աջ կողմը, այնչափ բարձր եղավ հրեշտակներեն, որ չափ իր ժառանգած անունը Փարսիանում ծանոթներ են։ Ահա, այսինքն այս համարները ասում են, որ շատ մարգարեներ հին կտականում մարգարեացել են եւ Հիսուսի կյանքի մասին եւ իր զոհաբերության մասին, ամեն ինչը, եւ մարգարեների միջով էր Աստված շփվում մարդկանց հետ։ Բայց ասում է, այս վերջերս հետո Քրիստոսի ծնվելուց առաջ մոտավորապես 400 տարի ոչ մի մարգարե իրանք չունեցավ, վերջինը Զաքարյանն էր, որ քարտոզեցին հենց տաճարի մեջ, եւ 400 տարի հետո ծնվեց Հիսուսը։ Այսինքն բոլոր այդ մարգարեությունների նախակերպարը Հիսուսն էր, եւ առաջին փուլը այդ մարգարեությունների կատարման իրագործվեց, Հիսուսը ծնվեց, բայց ինքը դեռ ճամփա պիտի անցներ, դեռ զոհաբերություն պիտի աներ։ Եվ ստեղ ինչքան գեղեցիկ, ասում են, որ Աստվածաշունչում ամենագեղեցիկ խոսքերն է սրա։ Այսինքն, այս խոսքերում ինչ ասում, որ Հիսուսը սովորական մարգարե չի։ Ինքը Աստծո որդին է, որի միջոցով Աստված ստեղծել է ամեն ինչ, եւ որը Աստծո կերպարն է, Աստծո լույսն է, որտեղ մենք գիտենք, որ Աստված քարքի մեջ է բնակվում, եւ ոչ մեկ չի կարող իրան մոտիկ անալ, միայն Հիսուսը կարա մոտիկ լինի իր հետ, եւ միայն Հիսուսը գիտի իր հորը, եւ Հիսուսն էլ կարող է ներկայացնել իր հորը, եւ ասեց, ինձ տեսնողը տեսավ հորը, եւ ուրեմն ոչ մեկ ողջ տիեզերքում, ոչ մի հրեշտակ, ոչ մի էակ, ոչ մի մարդ չի կարա ասի, որ ես կարա ներկայացնեմ Աստծուն ավելի ճշգրիտ, քան թե Հիսուսը։ Հիսուսը Աստծո մասին տվեց ամենաճշգրիտ տեղեկությունը։ Եվ դրանով է, որ շատ արժեքավոր է Հիսուսի վկայությունը Աստծո մասին։ Դրանով է, որ ինքը ասեց, ինձ տեսնողը տեսավ հորը։ Ինչի, որտեղ Հիսուսը ինքը Աստված է, եւ ինքը հոր հետ մասնակցեց, իրանք ստեղծեցին երկինքը, երկիրը, ամեն ինչ իրանք միասին է ստեղծել։ Եվ գումարած նրան Սուրբ Հոգին է, եւ ուշադիր կարդանք առաջին գլուխը ծննդով, եւ ընդեղ էլ ասում է մեր կերպարով ստեղծեց մարդուն։ Ասում է Աստված ասեց մեր կերպարով։ Չի ասում իմ կերպարով։ Այսինքն մենք կարող ենք վստահել Հիսուսին, ինչի համար Հիսուսը եկա, որպեսզի ցույց տա թե ով է Աստված, որպեսզի այն խոչընդոտը, որ դրվել է Աստծո ու մարդկանց միջև,
մեղքը, որ կտրել է կապը Աստծո ու մարդկանց միջև վերականգնվի։ Այսինքն այն ծրագիրը, որ կազմել էր Աստված, իրագործվեց։ Հիմա այդ ծրագիրը, որ համեմատեք տան սխեման, միայն սխեմա, եւ հետո, որ սարքում են տունը, ինչքան տարբերություն կա, չէ, կառուցված տան մեջ ու սխեմայի մեջ։ Նույնը այդ էր, որ այդ խոստումը սխեմայի պես էր, բայց երբ որ իրագործվեց ճշմարիտ Աստված Քրիստոսը դարավ մարդ եւ եկավ իրան զոհաբերեց, արդեն լրիվ ուրիշ պատկեր, արդեն պարզ է տենում թե ինչ կատարվեց, որովհետեւ քանի չէր կատարվել, շատ մարգարեություններ կարային սխալ մեկնաբանվել, շատ մարգարեություններ կարային յուրովի հասկանալ, բայց երբ որ արդեն տեղի ունեցավ եւ Հիսուսը հետո ինքը բացահայտեց Էմաուսի ճանապարհին, չէ՞, ասում է մարգարեներից սկսած բացատրեց նրանց թե ինչ տեղի ունեցավ։ Ու ցույց տվեց, որ այս էս էր մարգարեությունը եւ հենց այդպես էր տեղի ունեցավ, որտեղ շատ աղավաղվել էր սպասուները մարդկանց։ Իրանք չէին պատկերացնում այդ ձևի Հիսուսի, իրանք լրիվ ուրիշ ձև էին պատկերացնում Աստծուն, պատկերացնում են իրանց պես եսասեր, իրանց պես ագահ, իրանց պես մեծամիտ, ոնց որ իրանք են դարել, բայց հանկարծ Հիսուսը եկավ իր խոնարհ տեսքով, իր ամենչով եւ բոլորովին ուրիշ կերպար ցույց տվեց Աստծուն։ Ոչ թե գոռոզ մի հատ դաժան մի տիրական, այլ սիրով լեցուն, միակ, որը այնքան է սիրում մեղավոր մարդկանց, որ չափսոսած իրավորթուն, որ զոհաբերի, այսինքն Աստված Աստծուց դարավ մարդ։ Եթե կոպիտ օրինակ բերենք, ասենք թե մրջյունները օգնության կարիք ունեն եւ մեկը պահանջվում է, որ այս մարդկանցից դառնա մրջյուն, որ գնա օգնի մրջյուններին։ Ով կհամաձայնվի, որ գնա դառնա մրջյուն եւ օգնի մրջյուններին։ Շատ քչերը, բայց Հիսուսը համաձայնվեց դառնալ մարդ։ Եվ ինքը, երբ որ եկավ մեր երկիր եւ զոհաբերվեց, ինքը դարձավ մեր ներկայացուցիչը եւ մեր փրկիչը, ոչ միայն մեր փրկիչը, այլ նաեւ մեր ներկայացուցիչը Աստծո առաջ։ Մինչև իրան ով էր ներկայացնում երկիրը։ Սատանան, երբ որ ժողովներ լինում, Սատանան էր գնում, որտեղ ինքը գրավել էր երկիրը, իրանց կամքով Ադամն ու Եվան տվեցին իրանց ձեռը, իրանց ունեցվածքը եւ ինքն էր ներկայացնում, բայց Հիսուսը երբ որ դա զոհաբերեց իրեն, ինքը դարավ մեր ներկայացուցիչը։ Այսինքն տեսնում եք հիմա մենք ինչ ներկայացուցիչ ունենք Աստծո առաջ եւ դրա համար չպիտի վախենանք եւ պիտի խաղաղությամբ լցվենք։ Եվ ինքը փառքասո հաղթեց Սատանային։ Հիմա հաջորդ համարը Ելից 24 գլխի 16-ից 17 համարները։ Ելից 24, 16, 17 16-ից 16-17 Տերոջը փառքը Սինալերան վրա հանգչեցավ, ամպը պատեց զանիկա 6 օր, եւ 7-րդ օրը Տերը ամպին մեջ են կանչեց Մովսեսը։ Տերոջը փառավոր տեսիլքը լերանը գագաթին վրա մաշող կրակի պես էր Իսրայելի որդերուն առջև։ Այսինքն Էդի արդեն ասեցին, որ Աստված այնքան լույսի մեջ է, որ մենք չենք կարող նրա ներկայության մեջ մտնել, որտեղ ինքը կրակ է եւ մենք կվարվենք նույնը, ուրեմն մենք չենք կարող արևը տեսնել, չենք կարող, ինքը կլոր աստղա, որ վառվում է, հելիումը վառվում է անընդհատ եւ ոցավառվում է եւ տաքություն է տալի եւ լույս դրա հետ մեկտեղ։ Մենք տեսնում ենք միայն արևի սոլանքը, լույսը։
նույնը համեմատում է Հիսուսի հետ։ Հիսուսը, որպեսի մարդիկ ճանաչեն Աստծուն, ինքը համաձայնվեց այնքան մարդեղանալ, որ մենք Աստծուն տեսնելու չմեռնենք։ Այսինքն ուրիշ ելք չկար Աստծուն ճանաչելու։ Մենք չենք կարող մտնենք Աստծուն, որտեղ Աստված անմերձենելի է, եւ ստիպված Հիսուսը մեր տեսքը առավ, որ մենք Աստծուն տեսնալու չմեռնենք, որտեղ ասում ինձ տեսնողը տեսավ Հորը։ Ինքը զոհաբերեց, ինքը Աստված էր, ինքը դառավ մարդ, եւ որպես մարդ ապրեց այս երկրի վրա։ Եվ ինչու՞մ է կայանում իր զոհաբերությունը, որ շատ մարդիկ չեն հասկանում, որ ինքը մինչև վերջ մարդ է մնալու։ Այսինքն նույնիսկ քարոզությունից հետո ինքը մարդ էր, ինքը մարդկային կերպարով էր, ճիշտ է արդեն ուրիշ փառավորված մարմնով, որ մենք էլ կունենանք քարոզությունից հետո, բայց մարդ էր։ Եվ հանուն դրա Հայր Աստված, Եսայայի մեջ մենք կարդում ենք, որ Հայր Աստված բնակվել է, ինքը Աստված կբնակվի մեր հետ նոր երկրի վրա։ Ինչի որտեղ իր որդին ստեարյունը թափեց, իր որդին հավիտենական մարդ մնաց, աստվածամարդ։ Եվ այս մյուս համարները, որ ուսումնասիրենք, պատկերացնենք ինչքան պատիվ է մեզ։ Այսինքն Աստված մեր տեսք արեց եւ հավիտյան մեր տեսքով է մնալու։ Մենք այդ Եբրայեցի համարը գարտամ։ Ահա։ Բասնզի ռեշտակներուն որոնս է, թե իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնամ, եւ դարձյալ ես անոր որդի բիդելամ, եւ դարձյալ երբ անդրանիկը աշխարհ գմծնե գսե Աստծո բոլոր ռեշտակներն անոր երկրբակություն տողն եւ ռեշտակներուն համար գսե որ ռեշտակները հոգիներ գնե ու իր պաշտոնյաները գրավի գործ սակայն որդին համար գսե քու աթորը ով Աստված հավիտյանը հավիտենից է քու տակավորությանը կավազանը ու ուտյան կավազանը այդ մասին պիտի հաջորդում խոսենք, որ ընդեղ որ ասում է Հիսուսը որդի, այսինքն ծնեց Հիսուսի, շատերը վերցնում են մենակ այդ համարը եւ սպեկուլյացիա են անում դրա վրա եւ ասում են, որ Հիսուսը ստեղծված է եկա, ծնված է եկա։ Այդտեղ խոսքը գնում էր ինչի մասին, որ Հիսուսը որպես մարդ եղածա, որպես փոքր երեխա ծնվեց երկրի վրա։ Եվ ինչի էր պետք, որ Հիսուսը նորից Աստված նորից ներկայացնի Հիսուսին եւ նորից փառքը տա, որտեղ Հիսուսը թողել էր իր փառքը։ Ինքը 33 տարի առանց Աստծո փառքի ստեղ որպես մարդ ավարտեց իր աշխատանքը եւ հետո հարություն առավ եւ նորից Աստված իր փառքը, որ ինքը թողել էր, նորից վերադարձրեց իրան։ Այդ մասին է ստեղ խոսքը գնում։ Ոչ թե որ Աստված ստեղծեց, ինչ որ արհեստական փառք տվեց իրան, այդ մասին խոսքը չի։ Կարդանք Եսայա անգամոտ բացա, չէ՞, թե չէ։ 44, Եսայա 44:24 44:24 Այսպես կսե Տերը քու փրկիչդ ու քեզ արքանթի մեջ ստեղծողը ես եմ Տերը որ բոլոր բաները ըրի երկինքը միայն ես տարածեցի ու երկիրը իմ ուժովս հաստատեցի Եվ հետո Սաղմոս 45:18-ի մեջ ասում է Սաղմոս կներեք Եսայա Քանզի այսպես կսե երկինքը ստեղծող Տերը այն Աստվածը, որ երկիրը կազմեց, զանիկա շինեց եւ հաստատեց, զանիկա պարապտեղ չստեղծեց, հապաղնակության համար Տերը ես եմ ու ինձ մի ուրիշը չկա։ Եվ Եբրայեցիս 1:10 չգիտեմ Սարգիս եղբայր դուք նոր այդ 1:10-ին հասաք, թե չէ Եբրայեցի որ կարդում էի։ Չէ։ Նույն խոսքերը ասում է Հիսուսի մասին։ Եբրայեցիս ու դուն ով Տեր սկիզբեն երկրի հիմերը դրիր ու երկինք ու ձեռքերուդ գործնե Նույն խոսքերը ասում է Հիսուսի մասին եւ Եբրայեցիս
Ասը։ 2:10-ում ասում է, որ հայրը ստեղծեց, Որովհետև գվայել է, որ ան, որոն համար եւ որով եղան բոլոր բաները, շատ որդիներ փառքը մտնելու համար իրենց փրկության առաջնորդը չարչարանքով կատարյալ ընե։ եւ Եբրայեցիս 1:2-ի մեջ էլի կարդանքի չասում, որ Այս վերջին օրերս իր որդիով խոսեցավ մեզի հետ, որը ամեն բանի ժառանգորդ էր, որով աշխարհն ստեղծեց։ Այսինքն ստեղ խոսում է, այնտեղ ասում է Աստված ստեղծեց եւ ստեղ ասում է, որ Հիսուսը ստեղծեց, այսինքն ի՞նչ է նշանակում, որ իրանք երկուսը միասին են ստեղծել։ Եվ ամբողջ այդ Եբրայեցիս հետո մենք կարդանք Եբրայեցիս առաջին գլուխը մինչև 14 համարը, այդ երբ որ կարդում ենք, արդեն պարզ է, Պողոսը խնդրեմ չի ունեցել, որ ասի Հիսուսը Աստված չի, հակառակը երևում է ինչ-որ մարդիկ խնդրեմ ունեն եւ ասում են, որ Հիսուսը հրեշտակ է, ոչ թե Աստված, դրա համար է ինքը այս բոլոր խոսքերը գրում, որ ասում որ մի հրեշտակին սենց ասեց, որ մի հրեշտակին նենց ասեց, որ Հիսուսը կատարյալ օրինակ համարն է ասածը, չէ որ հրեշտակները սպասարկող հոգիներ են, որոնք սպասավորության գրգվին անոնց համար, որ փրկություն պիտի ժառանգեն։ Այո։ Եվ Եբրայեցիս 1:3-ը եւ Կողոսացիս 1:17-ը այս որն է բացի Եբրայեցի։ Հա, ան իր парքին լույսն է եւ իր էության փուն պատկերը։ Ան իր զորության խոսքով ամեն բան կբռնե, իր անձով մեր մեղքերը սրբեց եւ նստավ բարձրերը Աստծո մեծության աջ կողմը։ Okay, կարա Աստված որևէ հրեշտակի մասին ասած խոսքեր ասի։ Երբեք։ Եվ Կողոսացիս 1:17-ը Անիկա ամեն բանի առաջ էր եւ ամեն բան անով հաստատ կգենա։ Հիսուսի մասին է, չէ՞ ասում։ Այո։ Բարձ գրած։ Այսինքն նույն խոսքերը, որ հոր մասին ասում, որ Աստծո խոսքով ստեղծվեց, Աստծո խոսքով հաստատ է կենում, նույն խոսքերը ասում է Հիսուսի մասին։ Աստված չի շատ մարդիկ տենց տեսություն ունեն, որ Աստված ոնց որ մարդուն լարի ու գցի կամ աշխարհը օրենքները դրել է եւ վերջ ինքը չի հետևում։ Բայց Աստվածաշունչը մեզ ասում է, որ ամեն օր, ամեն վայրկյանը Աստված է հաստատում, սարքում, ինքը շարունակում է հոգալ եւ ամեն ինչ իր կոնտրոլի տակ է այս երկրում։ Անեշի որ հեռախոսը ժամացույցը լարեցի, դրեցի ու ժամացույցը տիկ գնում։ Մեր երկիրը տենց չի եւ մենք էլ տենց չենք։ Աստծո, այո։ Մասնզի անով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկինքն է ու ինչ որ երկրի վրա կա։ Անոնք որ երևնան եւ անոնք որ չեն երևնան։ Թե աթորները, թե դերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, բոլոր բաները անով ու անոր համար ստեղծվեցան։ Այո, ամեն։ Բարձ ասում Աստվածաշունչը, բայց մարդիկ կան, որ միայն մի համարը հանում են կոնտեքստից եւ իրանց սպեկուլյատիվ բաներն են դրա վրա սարքում։ Եվ Գործ Կարաքելոց 17 գլխի 28 համարը ինչ է ասում։ Վասնզի անով կապրինք եւ կշարժինք եւ կանք ինչպես ձեր բանաստեղծներն մեկ քանիներն ալսին, քանզի մենք անոր ցեղենալ ենք։ Այսինքն, տեսեք, если Աստծո մասին ասում, նույն խոսքերը ինչ որ ասում է, որ մասին ասում է, որդու մասին։ Եվ դրանք մեծ ապացույց է, որ ոչ թե Հիսուսը հրեշտակ էր կամ չգիտեմ ով էր, այլ հենց Աստված եւ Աստծո որդին։ Եբրայեցիս այստեղ արդեն որոշ բաները մենք ասեցինք այս մասին։ Ուրեմն հունական եւ հռոմեական աշխարհում եւ արևելքում նույնպես թագավորները համարվում էին Աստծո որդիներ։ Իրանց պաշտում էին որպես աստվածներ, բոլորը փարավոնը, այդ իմպերորները իրանք աստված էին համարվում, կայսրները։ Եվ դա էր, որ իրանց
լեգիտիմություն էր տալի, որ իրանք կառավարեն իրանց երկիրը։ Բայց իրականում ով է։ Աստծո որդին, այո, Հիսուսը։ Այս մարդիկ իրանց կոչերով Աստծո որդիներ ինչ ձև էին ղեկավարում մարդկանց։ Շատ սխալ պատկերացում են տալի, չէ՞ Աստծո մասին։ Ինչ ձևի վիճակ է իրանց երկրներում։ Որոշակի դեմոկրատիա կար, ասենք թե հռոմում բան։ Բայց հիմնականում ինչ էր։ Միթե կարելի է դա համեմատել Հիսուսի արքայության հետ երբեք։ Նույն մեղավոր աշխարհը, նույն մեղավոր բաներ մենք գիտենք, որ իրանք մեղավոր մարդ են, իրանք չէին կարող Աստծո որդի լինեն։ Եվ ուրեմն իսկական նոր արքայության թագավորը Հիսուսն է եւ կատարյալ թագավորը։ Եվ իր արքայությունը կատարյալ է, ոչ մի թերություն, ոչ մի բան չի լինելու այդ արքայության մեջ։ Իսկ այն որ իրանք պնդում էին թե Աստծո որդիներն էին, արդեն այդ կյանքի ծերում էր, որ իրանք չէին կարող Աստծո որդի լինել, ամենի շատ թերի եւ մեղավոր վիճակում էր ամեն ինչ։ Իրանք էլ գոռոզամիտ եւ Հիսուսը եկավ բոլորովին այլ կերպար ցույց տվեց մարդկանց։ Ոչ թե գոռոզ դաժան Աստծո, որ շատ կրոններ այսօր հետևում են այդ կերպարին, չէ՞։ Ղուրանը որ կարդաց, Վխագավատ գիտա որ կարդաց, եւ տարբեր տեսություններ, ճիշտ է, ճշմարտության ինչ-որ էլեմենտներ ունեն, բայց հիմնական ամբողջ կերպարը դուրս է գալիս շատ գոռոզ մի ղեկավար, օրինակ վերեմ, ասենք թե կոնֆուցիանիզմը, իրանց մոտ այդ նիրվանա, այսքան ինչ են սոր ասում, որ Աստված ոնց որ անտարբեր է, Վխագավատ գիտայի մեջ էր այդտեղից, ես կարդացել եմ։ Ասում եմ, երբ որ աղքատի մոտով ասում ես, մեկը ողորմություն է խնդրում, ասում եմ, բա այնտեղ մի դիր իրան, ինքը արժանի է դրան, որովհետև անցած կյանքում լավ չի ապրել, աղքատացել է, եթե ավելի լավ իրան չպահիկ, դրանից կդառնան ասուն մյուս կյանքում, այսինքն այդպես կրոնը։ Եվ դե պատկերացրեք, սենց կրոնի Աստված ուրեմն ինչ ձև է։ Լրիվ անտարբերության ես հավաքում մարդկանց հանդեպ եւ քուքիթը տնկվում, ես մի բարձր մարդ եմ, սրանք էլ լրիվ թափթփուկ են եւ ինչ կերպար է ստեղծվում Աստծո։ Անտարբեր Աստծո կերպար։ Ուրիշ կրոններում մուսուլմանության մեջ դաժան Աստծո կերպարը։ Եվ միայն Հիսուսը եւ այլ տարբեր կրոններ կան շատ, էլ չեմ խոսում վայրենիների կրոնների մասին, որ զոհաբերում են մարդկանց եւ այլն եւ այլն։ Բայց երբ որ Աստված այժմ կարդում ենք, բոլորին ուրիշ տեսակ Աստված ենք տենում։ Եվ էլի կրկնենք, որ այդ մարդիկ, որ կերպար էին իրանց համար ստեղծել Աստծո, իրանց պես, իրանց էր նման այդ կերպարը։ Դրա համար Հիսուսը երբ որ եկավ, խոնարհաբար ծնվեց այդ բանի մեջ, մսուրի մեջ, եւ ամբողջ իր կյանքը խոնարհ ապրեց, ոչ թե դղյակներ կառուցեց, ոչ թե իր կյանքի նպատակը ինչ էր, ինքը այնքան խելք, այնքան շնորհք ուներ, որ ինքը կարար դառնալ միլիարդատեր, ոնց որ այսօր շատերը չէ, եւ ինչ է, սատանան հենց դրան էր, չէ՞ ուզում մխել, ասում է ինձ ծնկի արի իմ առջև եւ ես ամեն ինչը կտամ քեզ։ Հիմի մարդիկ շատերը այդ ձևով են դառնում, այսինքն սատանայի առաջ ծնկի են գալի եւ խաբեությամբ, խարդախանքով, ամեն ինչով հարստություն են դիզում եւ կարծում են թե այդ հարստությունը իրենց օգուտ է տալու։ Բայց Հիսուսը եկավ եւ ոչ հարստություն դիզեց, միայն անձնազոհ ձևով ծառայեց մարդկանց եւ այս ձևով ցույց տվեց թե ով Աստված։ Ինքը չարհամարեց մեղավոր մարդուն, ինքը հանեց ոտի մեղավոր մարդուն, ինքը նույնացրեց իրան այդ մեղավոր մարդկանց մեջ։ Ոչ միայն չարհամարեց, ասում է ես ձեզ եղբայրն եմ, Աստված չում ասում է, չէ, կոչում է ավակ եղբայրը, դու պատկերացրեք, այսինքն ինքը լրիվ սուրբ էր, բայց ինքը չէր ամաչում մեղավոր մարդկանց իրան եղբայր կոչել եւ հանում էր ոտքի եւ փրկում էր մեղավոր միջակից եւ միջև հիմա էլ փրկում է։ Եվ դրա համար այսինքն լրիվ ուրիշ կերպար եկավ, Աստված ոչ թե ուզում է որ մենք վախից իրան պաշտենք, այլ սիրուց։ Եվ երբ որ մենք տենում ենք, որ մենք մեղավոր ենք եւ Աստված մեզ այդ ձև է վերաբերվում, բնական է որ մենք էլ կսկսենք մեր կողքիններին այդ ձև վերաբերվել, ոչ թե բարձրից,
այլ չենք ամաչի մեղավոր մարդուն կոչել մեզ քույր կամ եղբայր, չենք ամաչի, որտեղ մենք ինքներս մեղավոր մարդիկ ենք, հələ մենք առավել եւս պիտի չամաչենք, եթե Հիսուսը չամաչեց, ուրեմն մենք էլ չպիտի ամաչենք, կապ չունի թե ով է, ինչ է եւ ինչ մեղք կա գործել, ոչ մի մեղք չկա, որ Աստված չկարողանա այդ մեղքը ջնջել, ուղղակի մարդիկ հուսահատության մեջ են ընկել, որտեղ քահանաները, տարբեր ծառայողներ, լրիվ ուրիշ կերպար են ներկայացրել Աստծուն իրանց, եւ իրան վախենում են մոտիկանան Աստծուն, բայց լավ լուրը հենց այդ է, որ Աստված թշնամուն հաղթել է եւ Հայր Աստված մեզ նայում է իր որդու միջոցով։ Եվ White-ը դարերի փափակ գրքում H113 գրում է, որ այն լույսը, որ Հիսուսի վրա լցվեց երկնքից, երբ որ ինքը մկրտվեց եւ ասաց, ահա իմ սիրելի որդին, որի մեջ իմ ինչն էր հաջողությունը եւ ստեղ գրում է, որ նույն ձևի, երբ որ մենք մկրտվում ենք, երբ որ մենք նվիրվում ենք Աստծուն, Աստված ասում է, սա է իմ սիրելի որդին։ Այսինքն այդ նույն բանը Հիսուսի մեջով մենք ստանում ենք, մենք դառնում ենք Աստծո որդիներ Հիսուսի զոհի միջոցով։ Բայց մինչև այդ պիտի մենք կապ հաստատենք Աստծո հետ։ Այն կտրված կապը, որ շատ մարդիկ ամաչում են աղոթեն, որը սկսում է աղոթքից, չէ՞։ Եթե մարդ չի ճանաչում ասում, ես ինքս աթեիստ եմ եղել։ Եվ երբ որ ինձ ասին աղոթի, ես քմծիծաղով սեցի աղոթել, մտածելով, որ պատերն են ինձ լսում, բայց ստացա, աղոթքիս պատասխանը ստացա, եւ հետո էլ աղոթեցի, եւ հետո իմ կյանքը փոխվեց, շատ փոխվեց, ամեն աղոթքի հետ, եւ հետո էլ արդեն հանդիպեցի մարդկանց, ովքեր Աստվածաշունչը ներկայացրեցին ինձ։ Այսինքն առաջին քայլը նրանց, ովքեր ուզում են Աստծո հետ, առաջին քայլը որն է աղոթել, ինչ է աղոթքը, ուղղակի խոսալ Աստծո հետ, խոսալ այն ամեն ինչ որ չես կարող խոսած որովհետեւ մարդու եւ քո սիրտը թափես եւ դրա համար իսկական քրիստոնյա երբեք իրան մենակ չի զգում, երբեք, որտեղ իր կողքը միշտ կա, գիտի որ իր կողքն է Հիսուսը։ Ուրեմն իմ մաղթանքն է, որ շատ ու շատերը, որ դեռ չեն այդ համը տեսել Քրիստոսի հետ շփման, Աստծո հետ շփման, երանի թե ծնկի գան Աստծո առջև իրանց առաջին աղոթքը անեն եւ ամենակարևորը հիշենք, որ այո, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճամփան, բայց ընտրելուց առաջ Աստված կոչ է անում, խնդրում եմ, գոնե քայլ արեք ինձ ճանաչեք, հետո նոր ձեր ընտրությունը արեք, որտեղ շատ մարդիկ առանց Աստծո ճանաչելու իրանց ընտրությունը անում են ի վնաս իրանց։ Ինչի չեն ճանաչում, որտեղ չեն ուզում Հիսուսին ճանաչել որպես ճշմարիտ անձ, որպես Աստծո որդի, ասում են այդ բոլորը հեքիաթ է, այդ բոլորը էս է, այն է, բայց իրոք Աստված եղել է եւ բազմաթիվ վկայություններ կա, եւ ամբողջ մարգարեություններն են վկայում, եւ բազմաթիվ այս քրիստոնյաները, որ դառել են քրիստոնյա, իրանց կյանքով վկայում են, որ իրոք Հիսուսը կա, որ իրոք Հիսուսը կենթանի է, ոնց է իրանց կյանքը փոխվել, դա ամենամեծ վկայությունն է։ Աստված թող օրհնի բոլորիս, որ ով որ ճանաչում է Հիսուսին շարունակի գնալ այդ ճանապարհով, ով որ չի ճանաչում, թող սկիզբ դնի այդ ճանապարհի վրա եւ ճանաչի Աստծո Հիսուսի միջոցով։ Ամեն։ Ամեն։